ՀԽՍՀ տարածքային հիմնախնդիրները եւ արտաքին կապերը Զանգեզուր։ Անկախ Հայաստանի պայքարը Զանգեզուրում։ Հայաստանի առաջին հանրապետությունը ձևավորվել է 1918 թվականին Հորձավով ռուսական կայսրության փլուզումից հետո։ Զանգեզուրը դարձել էր հակամարտության օջախ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ադրբեջանը ցանկանում էր տարածքով ուղիղ կապ հաստատել Նախիջևանի հետ եւ հսկել արևելքից արևմուտք տանող ճանապարհները։ Ավանի գյուղերն ու քաշաթաղի լեռնանցքները հաճախ ենթարկում էին թաթար-թուրքական զինված խմբերի հարձակումների։ 1920-21 թվականներին Գարեգին Իժդեհը գլխավորում էր Զանգեզուրի պաշտպանությունը։ Նա կարողացավ ստեղծել Սյունիքի պաշտպանական շրջանը, որը փաստացի անկախ էր եւ չէր ընդունում ոչ Ադրբեջանի, ոչ էլ նույնիսկ արդեն խորհրդայնացված Երևանի իշխանությունը։ Իժդեհը հայտարարել էր. «Սյունիքը երբեք չի դառնա Ադրբեջանի մաս»։ Երբ Հայաստանի Հանրապետությունը 1920 թվականի դեկտեմբերին խորհրդայնացվեց, բոլշևիկյան ուժերը փորձեցին խաղաղ ճանապարհով խորհրդայնացնել նաև Զանգեզուրը, սակայն Իժդեհը չհանձնվեց։ 1928 թվականի գարնանը նա կառուցվեց մինչև ի վերջո համաձայնվեց լքել Սյունիքը, այն թողնելով խորհրդային Հայաստանին, բայց ոչ Ադրբեջանին։ Զանգեզուրը մնաց խորհրդային Հայաստանի կազմում, մինչդեռ Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը անցավ խորհրդային Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սա պատմական հաղթանակ էր հայ ժողովրդի համար, բայց նաև մենակ մնալու և կոշտ պայքարի խորհրդանիշ։ Զանգեզուրը այսօր կազմում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզը։ Նա ռազմավարական դիրքը դարձյալ քննարկման առարկա է կապված Զանգեզուրի միջանց գաղափարի հետ, որին կողմ է Ադրբեջանն, իսկ Հայաստանն առայժմ դեմ է ազգային իշխանության պատճառով։ Զանգեզուրը հայության պատմության մի անկոտրում վկան է։ Այդ լեռնային աշխարհը դարեր շարունակ եղել է մեր ինքնության սահմանակիցը, պահպանելով հայկական մշակույթը, լեզուն ու հավատը։ Գարեգին Իժդեհը Զանգեզուրի համահ հոգին է։ Նա ոչ միայն զենքով, այլև գաղափարով պաշտպանեց հայությունը, դարձնելով Սյունիքի ազատության վերջին բաստիոնը 20-րդ դարի խառնաղ շրջանում։ Դրա խոսքը հողը այն չէ, որտեղ միայն ապրում են, այլ այն, ինչ ապրեցնելով են պահում։ Այսօր էլ հնչում է որպես պատգամ։ Իժդեհի գործը ոչ միայն տարածքային պաշտպանությունն էր, այլ ոգու ամրապնդում։ Այդ պատճառով Զանգեզուրը երբեք չընկավ։